հետևյալն է կամ անհրաժեշտությունը հետևյալն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի եւ ֆորպոստի տրամաբանության մեջ ուզում եմ ընդգծել որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաեւ իր անկախության այս նորընծա մակարդակին իր ինքնիշխանությանը իր պետությանը եւ ես հիմա խուսափում եմ ասել տեր կկանգնի նաեւ իր ապագային որովհետեւ կարծում եմ որ ապագան հիմա է մենք հիմա սովորաբար ապագան ընկալում ենք որպես ինչ որ հերավար մի բան բայց նաեւ ուզում եմ վերադառնալով քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում 2021 թվականին մենք ընտրություններին կառավարող քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց ապագա կա կարգախոսով հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ էսա այդ ապագան որի մասին մենք խոսում ենք հարգելի գործընկերներ ապագան այլևս վաղը չէ եւ իմիջիալով շատ հետաքրքիր է որ այդ կարգախոսը երևի ինտուիտիվ ճիշտ է ձևակերպվել կարգախոսը նրա մասին չէր որ ապագա լինելու է ապագա կա եւ ապագան կա այն ժամանակ ինչ որ իմաստով սպասվող այսօր ներկա այսինքն ապագան այսօր է եւ շատ կարեւոր եմ համարում որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք որ եւ հասկանանք որ ապագան այլևս հերրավոր որոշակի կասկածելի երևույթ չի ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է որովհետեւ 5 րոպե առաջ սա արդեն ապագա էր ինչ որ հիմա կամ կես ժամ առաջ եւ այս առումով իհարկե առանցքային նշանակություն ունի այդ թվում խաղաղության տրամաբանության մեջ այն որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը եւ պետությունը որովհետեւ պետականությունը եւ պետությունը առանցքային նշանակություն ունեն այդ թվում խաղաղության օրակարգի սպասարկման բայց նաեւ պետության ֆունկցիան շատ կարեւոր է ճշգրտել եւ այս ընթացքում իրական Հայաստանի գաղափարախոսությամբ մենք ճշգրտել ենք նաեւ այդ ֆունկցիան որովհետեւ հնչած թե չհնչած ձևակերպված թե չձևակերպված մեր իրականության մեջ այդ հարցը գոյություն ուներ ի վերջո ինչի համար է պետությունը ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը նախորդող շրջանում ձևակերպված թե չձևակերպված գիտակցված թե չգիտակցված ըստ էության մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության իր միջազգայինորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով եւ նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելն է եւ մեր բոլոր ռազմավարությունները ներառյալ անվտանգային պաշտպանական եւ այլն տեղավորվում են այս տրամաբանության մեջ սա շատ կարեւոր նրբություն է եւ մենք օրինակ այդ թվում իհարկե նախկինում սրա մասին խոսել ենք ասել ենք նաեւ որ այո մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը եւ բայց նաեւ զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգային հայեցակարգը որի վրա հիմնվում է մեր բանակը եւ մենք ասում ենք որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու եւ մենք նույնիսկ շատ կարեւոր ենք համարում որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ որովհետեւ երբ որ ասում եմ մարտունակ բանակ ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը
որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպան ունակ, այսինքն պետք է վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը եւ ընդ որում ես ուզում եմ ընդգծել, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում հնարավոր արտաքին միջամտություններից։ Եվ իհարկե բոլոր այս հարցերի վերաբերյալ մենք հիմա կարող ենք տարբեր հայեցակարգային հարցեր քննարկել պաշտպանության ոլորտի, կրթության ոլորտի, ցանկացած ոլորտի։ Շատ կարևոր է գնահատելով պետական բյուջե հասկացությունը արձանագրել, որ բացարձակապես ինչի մասին մենք խոսում ենք մեր հանրային օրակարգի, այդ բոլորը արտահայտված են պետական բյուջեի մեջ, այս կամ այն չափով։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք պետական բյուջեի մասին, պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու մասին է։ Հանրապետության կենսագործունեությունը ապահովելու մասին է, ներառյալ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը եւ կենսագործունեությունը ապահովելու մասին։ Բայց ես շատ կարևոր եմ համարում, որ մենք ընդհանրապես մեր քաղաքացիների հետ շատ խոսենք պետական բյուջեի երևույթ, ինքներս իրար հետ շատ խոսենք, մենք բավարար չափով խոսում ենք, բայց էլի ավելի մանրամասն խոսելու տեղ միշտ էլ կա, բայց կարևոր է նաև մենք մեր քաղաքացիների հետ մանրամասն խոսենք, թե այնուամենայնիվ ինչ է եւ ինչպես է ձևավորվում պետական բյուջեն։ Ես այսպիսի մի մտավարժանք եմ արել այսօր փորձելու համար մեր քաղաքացիներին եւ ավելի պատկերավոր մաքսիմալ բարձ ներկայացնելու, թե ինչ է պետական բյուջեն եւ ինչպես է այն ձևավորվում։ Իրականում կարծում եմ պետական բյուջեն լավագույն արտահայտությունն է իրական Հայաստանի այն գաղափարախոսության, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Պետական բյուջեն ընդհանրապես այս հայեցակարգից բխող բան է, որովհետև պետական բյուջեն մեր համատեղ ընտանեկան բյուջեն է, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համատեղ ընտանեկան բյուջեն է, եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, իսկ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ժողովուրդը մեր ընտանիքն է, այսինքն մեզնից յուրաքանչյուր քաղաքացի կարող է եւ պետք է մեր կարծիքով ասի, որ ժողովուրդը իր ընտանիքն է եւ այդպես է նաեւ իրականում։ Հիմա հասկանանք, թե ինչպես է բյուջեն ձևավորվում։ Եթե վերցնենք 2026 թվականի առաջին վարքյանները, դեկտեմբերի 31 եկավ, նոր տարին եղավ եւ 2026 թվականը եկավ։ Այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 0 են։ Այսինքն 0.001 վարքյան։ Այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 0 են։ Պատկերավոր ասած, եթե դա համարենք ընդհանրապես 0-ական կետ, այդ պահին Հայաստանի պետական բյուջեին ոչ մի լումա չկա։ 0 է։ Բյուջեի գումարը 0 է։ Իհարկե, քանի որ բյուջեն շարունակական process է, ինքը տենց մի տարում չի սկսում 2026, եթե սկսեր մեր բյուջեի պատմությունը 2026 թվականի հունվարի 1-ից, ուրեմն կլներ 0, բայց քանի որ շարունակական process է, սովորաբար նախորդ հաջորդ տարվա ծախսերի մեկնարկի համար նախատեսվում է ռեզերվ բյուջետային եւ նաեւ նախորդ տարվա եկամուտների չծախսված մասը փոխանցվում է պետական բյուջե, այսինքն ընթացիկ ծախսեր իրականացնելու համար։ Բայց եկեք պատկերացնենք, որ 2026 թվականը բյուջետային համակարգի մեկնարկի կետն է։ Մենք էլ քննարկում ենք 2026 թվականի պետական բյուջեն։ Ուրեմն կեսգիշերի դրությամբ եւ նույնիսկ մի ժամ անց պետական նույնիսկ 2 ժամ անց, նույնիսկ 3 ժամ անց, նույնիսկ 4 եւ 5, նույնիսկ առավոտվա դրությամբ պետական բյուջեի եկամուտները 0 են։ Հիմա ինչպես են ձևավորվում պետական բյուջեի գումարները։ Պետական բյուջեի գումարները ձևավորվում են հիմնականում արտաքին բաներն էլ, համագործակցություններն էլ էս պայն հաշվի չեմ առնում, ձևավորվում են հետեւյալ
հարկերի միջոցով կամ վճարումների միջոցով ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, եկամտային հարկ, սոցիալական վճարներ, շահութահարկ, շրջանառության հարկ, պետական տուրքեր, ներառյալ մաքսատուրք։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ձևավորում է այս հարկերի միջոցով ձևավորված խողովակներով տեղի ունեցող վճարումներից։ Հիմա ինչպես ես ուզում եմ ցույց տալ մի փոքր գիծ, մեկ կամ երկու փոքր գիծ բյուջեի ձևավորում։ Հունվարի լույս 1-ի գիշերը բնականաբար առավոտյան խանութում մեծ հավանականությամբ, ասենք օրինակ, լինում են ապրանքներ եւ մատակարարվում են։ Վերցնենք ամենապարզ օրինակներից մեկը, գիշերը արտադրողը արտադրում է թթվասեր։ Չէ, գիշերը արտադրում է, որ առավոտյան, չնայած ես հիմա չգիտեմ ինչքանով այդ ավանդույթ կա, որ թարմության տրամաբանությամբ, որ սովորաբար թթվասեր մեկ էլ առնում ենք հունվարի 20-ի կողմերը, բայց եկեք նայենք, չնայած այդ ավանդույթը ոնց որ կամաց փոխվում է։ Հիմա հունվարի լույս 1-ի գիշերը արտադրողը թթվասերը արտադրեց, թողարկման պահին գոյանում է ավելացված արժեքի հարկ։ Այսինքն, երբ որ ապրանքը թողարկվեց, ինքը դեռ չի վճարվել, բայց իր շուրջ, իր փաթեթավորման հետ ձևավորվում է նաև ավելացված արժեքի հարկ։ Բայց այդ հարկը մտնում է պետական բյուջե այդ ապրանքի շրջանառության արդյունքում։ Մասնավորապես, բնականաբար թթվասերը առաքվեց խանութ։ Եվ երբ քաղաքացին իր բակի խանութում գնում է թթվասերը, ասենք վճարելով 400 դրամ, այդ պահից սկսվում է բյուջեի համալրման գործընթացը։ Ես ուզում եմ մեր բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա։ Այն պահին, երբ որ ինքը թթվասերը գնեց 400 դրամ է, 400 դրամը ամբողջությամբ հենց թթվասերի արժեքը չի կոպիտ ասած։ 400 դրամի մեջ 20 դրամը, ներողություն, 20%-ը, այսինքն 80 դրամը ավելացված արժեքի հարկն է։ Եվ ավելացված արժեքի հարկը պետական բյուջե, ես հիմա չեմ կանգ առնի ավելացված արժեքի հարկի այդ հաշվեգրումների եւ այլնի վրա, հա, պարզ բան անեմ, մասնագետները խոժորված ինձ են նայում, որպեսզի այդ նրբությունները չեմ ընդգծի, թե ինչպես է բան արվում, ինչ է անունը։ Ավելացված արժեքի հարկը առանձնահատկություններ ունի, որովհետև բոլորը չէ, որ այդ թթվասերի 400 դրամանոց 20%-ը կարա շրջանառվի, բայց բոլորը չէ, որ 20% են վճարում։ Այսինքն այդ 20%-ը հետո ով ինչքան վճարեց, բաշխվում է որևէ ինչ բարդ մեխանիզմներով։ Բայց շատ կարևոր է, որ քաղաքացիները արձանագրեն, որ այդ թթվասերը երբ որ իրան գնեցին, 20%-ը ավելացված արժեքի հարկն է։ Եվ որպեսզի, այսինքն քաղաքացին չի կարող որևէ ձևով գնի թթվասեր Հայաստանում, որ իր գնած գնի մեջ 20% ավելացված արժեքի հարկը ներառված չլինի։ Ըստ էության ամեն ինչ, բացառությամբ կարող են լինել ապրանքներ, որոնք ավելացված արժեքի հարկից չէ, նույնիսկ շրջարկի դեպքում, այս շրջարկին առանձին կանդրադառնամ։ Գնի մեջ ավելացված արժեքի հարկը ներառված, այսինքն չկա տարբերակ, որ մենք որևէ բան գնենք եւ հարկը չվճարենք։ Այստեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է, թե ինչքանով է այդ շրջանառությունը ոչ ստվերային, որպեսզի արձանագրվի, որ քաղաքացու վճարած ավելացված արժեքի հարկը մտնի պետական բյուջե։ Սա շատ կարևոր նրբություն է։ Այսինքն քաղաքացին այսպես թե այնպես վճարում է, այլ բան, որ ստվերային տնտեսության դեպքում քաղաքացու արդեն իսկ վճարած հարկը գնում է մասնավոր անձի գրպան, իսկ երբ որ շրջանառությունը ստվերային չի, այդ հարկը մտնում է պետական բյուջե։ Այսինքն ես ուզում եմ էլի ընդգծեմ, քաղաքացին տալիս է գումարը բյուջեին, բայց եթե շրջանառությունը ստվերային է, բյուջեին տրված գումարը գողացվում է, կոպիտ ասած, իհարկե, գողացվում է ուրիշների կողմից։ Եվ ահա այս շրջանառության ոչ ստվերայնությունը
ապահովելու համար շատ կարևոր է, որ թթվասերը գնելու պահին խանութը դուրս գրի ՀԴՄ, այսինքն մեր մանրածախ առևտրի ոլորտում ստվերային շրջանառությունը կանխելու ձևը հաշվիչ դրամարկային կտրոնն է եւ հաշվիչ դրամարկային կտրոնը երկու պատճառով է կարևոր։ Առաջինը նախ դա հնարավորություն է տալիս, որ թթվասերի շրջանառությունը լինի ոչ ստվերային, որպեսզի ի վերջո այն 20% ավելացված արժեքի հարկը վճարվի եւ բացի դա թթվասեր վաճառողը առնվազն շրջանառության հարկ պետք է վճարի եւ շրջանառության հարկը գոյանում է ՀԴՄ-ների կուտակման արդյունքում ձևավորված արձանագրված շրջանառության չափից եւ եթե ՀԴՄ չի բաց թողնվում, իհարկե կան բարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր բաց են թողում միշտ ՀԴՄ, բայց ես կարևոր եմ համարում քաղաքացու տեսակետից, ես եւ շնորհակալ եմ բոլոր այդ բարեխիղճ տնտեսվարողներին, բայց կարևոր է հարցի մոտենալ քաղաքացու տեսակետից նաեւ։ Այսինքն ՀԴՄ-ների ցույց տրված բացահայտած շրջանառության արդյունքում է նախ որոշում, թե տնտեսվարողը շրջանառության հարկի դաշտում է գործում, թե ավելացված արժեքի հարկի դաշտում է գործում։ Սա կարևոր նրբություն է։ Այսինքն, բայց նույնիսկ ճիշտ շրջանառությունը ցույց տալու համար կարևոր է, որ հաշվից դրամարկային կտրոն դուրս գրվի։ Հաջորդը թթվասեր արտադրողը իր աշխատողներին պետք է վճարի աշխատավարձ։ Բնականաբար այդ աշխատավարձը այդ 400 դրամներից է գոյանում, բայց որի արդյունքում պետք է աշխատողների փոխարեն վճարի 20% եկամտային հարկ եւ սոցիալական վճար։ Եկամտային հարկը մեր պետական բյուջեի եկամտային կարևոր տողերից մեկն է, բայց նաեւ ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ մենք եկամտային հարկի վերադարձի համակարգ ունենք եւ 2018 թվականից մինչեւ այսօր 64000 ավելի քան 64000 բնակարաններ են վաճառվել, գործարք է ներողություն 64000 շահառուներ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար ստացել են տասնյակ միլիարդ դրամների եկամտային հարկ են վերադարձվել նրանց 2024 թվական, եթե հիշողությունս չի դավաճանանում, 70 միլիարդ դրամի կարգի գումար ենք մենք վերադարձրել, կամ 70, այս տարի կհասնենք 100 միլիարդի։ Հաջորդը թթվասեր արտադրողը տարվա ընթացքում իր գործունեության արդյունքում ունեցած շահույթի դիմաց պետք է վճարի շահութահարկ։ Ներմուծման պարագայում, որովհետև կոմպոնենտներ են ներմուծում, նաև կարող են հումք ներմուծել, պետք է վճարի նաև մաքսատուրք։ Եթե արտադրողը արտադրում է, ասենք, ոչ թե թթվասեր, այլ օղի, պետք է վճարի նաև ակցիզային հարկ։ Ահա, հարգելի գործընկերներ, պետական բյուջեն նոր տարվա գիշերից լինելով 0, սենց է ձևավորվում։ Այսինքն մեր բոլորի կենսագործունեության արդյունքում, մեր բոլորի աշխատանքի արդյունքում։ Եվ հետևաբար շատ է բյուջեն, թե քիչ, ըստ էության արտահայտում է այն, թե մենք ինչպես, ինչ արդյունավետությամբ եւ ինչքան ենք աշխատել, բոլորով, բացարձակապես բոլորով, կառավարություն, քաղաքացիներ, խորհրդան, բոլորով, պետական բյուջեն մեր համատեղ աշխատանքի արդյունավետության արգասիքը եւ արդյունքն է։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, բայց պետական բյուջեով այդ թվում ապահովում են բոլորի կարիքները, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բազմաթիվ կարիքներ ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ընդ որում, ես էլի ուզում եմ վերադառնալ իմ այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, որևէ ընտանիք ինքը իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս
չի անում, քան դա անում է պետական բյուջեն։ Եվ ընդհանրապես, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները պատշաճ եկամտային եւ ծախսային հոդվածներ չունենան, Հայաստանի Հանրապետության, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու բարեկեցությունը հնարավոր չի, անհնար է, բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքային բյուջեի բացակայության կամ պատշաճ եկամտային եւ ծախսային հոդվածներ չունենալու դեպքում որևէ քաղաքացու բարեկեցությունը ուղղակի անհնար է։ Ես ուզում եմ դրա համար բերել իմ սիրած մի օրինակ։